Սակայն նրա կյանքը դնելը ուղեկցվեց մի այնպիսի դավաճանությամբ, որը բոլոր ընթերցողներին, քրիստոնյա ընթերցողներին ցնցել է հետագա դարերի ընթացքում, ովքեր կարդացել են, այնպիսի մի դավաճանությունով այն ուղեկցեց, որ ցնցել է ընթերցողներին։ Մեր մեջ շատ Դանիելներ, Դավիթներ կան, Հովսեփներ կան։ Մենք սիրում ենք մեր երեխաներին դնել աստվածաշնչյան անուններ, մեր տղաներին կոչում ենք աստվածաշնչյան անուններով, սակայն մենք տեսնում ենք, որ քրիստոնեական դարաշրջանի սկսվելով 5 տականում այդքան տարածված Հուդա անունը դադարում է գոյություն ունենալ եւ ասոցացվում է դավաճանության հետ։ Մի անուն, որը շատ տարածված էր, արդեն դառնում է հոմանիշ դավաճանության բառին։ Գեթսեմանի այգում Հուդայի արածը մեծ նախապատմություն ունի։ Այն սկսվում է շատ ավելի վաղ ժամանակներից, անգամ ավելի վաղ, քան այն միտքը, երբ ծագեց Հուդայի սրտում, որ պետք է Տիրոջը մատնի, անգամ ավելի վաղ, քան 5 տականի մարգարեություններն էին այս թեմայով։ Այս նախապատմությունը սկսվում է Աստծո մտքից, սկսվում է հավիտենությունից, երբ Տերը իր որդուն մատնեց, իր մտքի մեջ ծրագրավորեց մատնել իր որդուն մեր մեղքերի համար։ Մինչև այս ամենին գալը, ով էր Հուդան, քիչ առաջ կարդացինք, Հուդան 12 առաքյալներից մեկն էր եղել։ Հուդան թողել էր շատ բաներ եւ հետևել էր Տիրոջը, ինչպես մնացած առաքյալները։ Նա լսել էր բոլորիս կողմից այդքան շատ սիրված լեռան քարոզը։ Նա այնտեղ էր եղել, երբ Տերը հարություն էր տվել այն պատանուն։ Նա երևի թե այնտեղ էր եղել, երբ Տերը հանդարտեցրեց ծովի ալիքները, երբ հացը բազմացրեց։ Շատ ավելի հրաշքներ կարող եք դուք էլ հիմա մտաբերել, երբ նա լսեց եւ տեսավ։ Հուդան լսել էր Քրիստոսի բոլոր քարոզները։ Նա մտնում էր այն առաքյալների մեջ, ում Տերը իշխանություն տվեց ավետարանը քարոզելու, երբ ուղարկեց 2-2 ավետարանը քարոզելու, դևերին հանելու եւ հիվանդներին բժշկելու։ Նա ուներ շատ առավելություններ, սակայն մենք տեսնում ենք, որ նա գնաց այս անարգ գործարքին իր թշնամիների հետ։ Սակայն ինչի վրա ուզում եմ կենտրոնանալ այսօր, այն է, որ Հիսուսի մատնությունը միայն պատմական դրվագ չէր, այն Աստծո հավիտենական ծրագրի մի մաս էր կազմում, որը մարգարեացված էր 5 տակարանում եւ ուներ տիպոլոգիական նախապատկերումներ։ Մեզ Աստվածաշունչը 5 տակարանից սկսած թե ուղիղ մարգարեություններով եւ թե կերպերով ցույց էր տալիս այս իրադարձությունը։ Այն ցույց է տալիս նաեւ Աստծո գերիշխանությունը նույնիսկ մարդկային մեղքերի մեջ, ինչքան էլ որ սա դժվար լինի մարսելուն, մեզ Աստվածաշունչը խոսում է եւ մենք պետք է խոնարհաբար ընդունենք եւ փորձենք հասկանալ սա։ Աստված իշխում է թեև մարդկանց մեղքերի միջոցով իր ծրագիրը իրականացնում է։ Այս իրադարձությունը նաեւ ընդգծում է Քրիստոսի կամավոր հնազանդությունը հոր կամքին, ինչը մեր փրկության հիմքը դարձավ։ Կարդալու ենք 26-րդ գլխից Մատթեոս ավետարանի 14-ից 16-րդ համարներն եմ կարդալու եւ անմիջապես 47-ից 50 համարները։ Այն ժամանակ 12-ից մեկը, որին Հուդա Իսկարիովտացի էին անվանում, գնաց գլխավոր քահանաների մոտ ու ասաց նրանց. «Ինչ կտակ ինձ, եթե ես նրան մատնեմ ձեզ»։ Եվ նրանք 30 կտոր արծաթ խոստացան նրան։ Եվ այդ պահից հետո նա մի առիթ էր փնտրում, որ մատնի նրան։ Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա Հուդան 12-ից մեկը եկավ եւ նրա հետ գլխավոր քահանաների ու ժողովրդի ավակների կողմից մի մեծ բազմություն, սրերով եւ մահակներով։ Արդ նա, որ պիտի մատներ նրան, նախապես նշան էր տվել նրանց եւ ասել, ում որ համբուրեմ, նա է, բռնեցեք նրան։ Եվ անմիջապես մոտեցան Հիսուսին եւ ասաց. «Ողջույն վարդապետ», ու համբուրեց նրան։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ընկեր, ինչի համար եկար»։ Այն ժամանակ մոտեցան, ձեռք բարձրացրին Հիսուսի վրա եւ բռնեցին նրան։ Մեզ այս հատվածը ցույց է տալիս եւ նկարագրում է այն տեսանը, երբ Հուդան գնում է գլխավոր քահանաների մոտ այս գործարքը կնքելու համար։ Նաեւ այս գլխից մենք տեսնում ենք, որ Քրիստոսը երբ հավաքում է իր աշակերտներին տերունական ընթրիքի շուրջ, երբ որ նա ասում է, որ ձեզանից մեկը ինձ մատնելու է, աշակերտները սկսում են իրար խառնված հարցնել. «Տեր, միթե դա ես եմ»։ Եվ
Գրված է, որ Հուդան էլ հարցրեց. «Տեր, միթե դա ես եմ», բայց մենք գլխի սկզբում արդեն տեսանք, որ երբ նա այդ հարցը տալիս էր, նա արդեն ծրագրել էր այս արարքը։ Երբ նա տալիս էր Հիսուսին այս հարցը նրա աչքերի մեջ նայելով, «Տեր, միթե դա ես եմ», նա արդեն արել էր այս գործարքը գլխավոր քահանաների հետ։ 12-րդ համարում նշվող Հիսուսի հայտարարությունը իր թաղման մասին պետք է մեղմացներ Հուդայի քարեսիրտը, սակայն մենք տեսնում ենք, որ չար ցանկությունները ինչպես են մարդու սիրտը կուրացնում։ 12-րդ համարը նայեք ինձ հետ, նա որ այդ յուղը իմ մարմնի վրա թափեց, իմ թաղման համար արեց դա։ Միթե ավելի հստակ կարելի էր ասել սրա մասին։ Այս Քրիստոսի պարզ հայտարարությունը պետք է հասկացներ Հուդային, որ ամեն բան Աստծո կանխորոշման մեջ արդեն կար։ Չնայած սրան, չնայած այն ամեն զգուշացումներին, նա միևնույն է գնաց այս արարքին։ Քրիստոսի զգուշացումը այնքան հեռու էր նրա սրտում որևէ դրական փոփոխություն մտցնելուց, որ նա անմիջապես այդտեղից հեռացավ։ Հաճախ տրվող հարց, թե ինչի համար նա արեց դա, սա շատ բազմաշերտ հարց է։ Ես այսօր կենտրոնանում եմ համընդհանուր պատճառի վրա, որն է Աստծո նախասահմանությունը, սակայն մարդկային տեսանկյունից էլ կա քննարկելու բաներ, կան հանգամանքներ, որոնք պատճառ հանդիսացան Հուդայի այս արարքի համար։ Նախ մեզ Աստվածաշունչը ասում է, որ նա գող էր։ Նա վերցնում էր այն գանձանակից, որը վստահված էր նրան, նա ծառայություն էր անում եւ այդ ծառայության քողի տակ գողանում էր գանձանակից։ Սա մեզ ասում է Հովհաննեսը։ Քրիստոսին նա ծախեց 30 արծաթով, այսինքն ստրուկի գնիչապ, որը մենք քիչ հետո տեսնելու ենք 5 կտակարանից։ Սա ցույց է տալիս նրա սերը դեպի փողը, որը գերազանցում էր Քրիստոսի հանդեպ հավատարմությունը։ Մենք տեսնում ենք ավետարներից, որ աշակերտները թողեցին ամեն բան եւ հետևեցին Տիրոջը, ինչպես նաեւ Պետրոսն էր ասում։ Հուդան էլ էր թողել ինչ որ բաներ եւ հետևել էր Տիրոջը, սակայն նա ամեն բան չէր թողել։ Նա Քրիստոսին նվիրվել էր մասնակի, որին գերազանցում էր նրա փողի հանդեպ սերը։ Նա Քրիստոսին վաճառեց, որովհետև այդ սերը իրեն դարձրել էր սատանայի գործիք։ Ինչպես Ղուկասն է ասում, սատանան մտավ նրա մեջ։ Նա օգտագործեց Հուդայի սրտում եղածը, որպեսզի մղի նրան դավաճանության։ Ինչպես ասում է Հովհաննես Ոսկեբերանը, սատանան ներգործեց Հուդայի վրա, քանի որ նրա սիրտը տրվել էր հարստությանը։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցու հայրերը հենց սկզբից էլ մեկնաբանել են նրա այս արարքը, բացատրելով այն դրամասիրությամբ։ Սակայն մի հանգամանք էլ կա։ Հնարավոր է, որ նա հիասթափությունից դրդված արեց դա, որովհետև քաղաքական Մեսիայի գաղափարը այդ ժամանակվա իսրայելացիների մոտ շատ տարածված գաղափար էր։ Նրանք սպասում էին քաղաքական առաջնորդի, ով կպայքարեր կայսրի դեմ, կաներ հեղաշրջում, կանկախացներ Իսրայելը, Հուդան եւ կլիներ թագավոր, եւ դժվար չէ պատկերացնել, որ նա, քանի որ արծաթասեր էր, հնարավոր է, որ միացել էր Քրիստոսին նրա ապագա իր պատկերացրած թագավորության մեջ բարեկեցիկ հարմար տեղ զբաղեցնելու համար, որպեսզի լինի ֆինանսական լավ դիրքում, լավ տեղ զբաղեցնի։ Սակայն տեսնելով այս հիշատակումը, տեսնելով այն շատ հիշատակումները, որ Քրիստոսն անում է իր մահվան մասին, որ մարդու որդին կմատնվի, մարդու որդին կչարչարվի, կմահանա, նա հիասթափվեց եւ տեսավ, որ նրա պատկերացրածը չի իրականանում եւ նրան էլ ուրիշ բան չմնաց, քան ուղղակի նրան մատնելը դրամի դիմաց։ Ամեն դեպքում ինչ կարծիք էլ որ արտահայտենք, մեզ Աստվածաշունչը ասում է, որ Աստծո որդու դավաճանությունը առանց Աստծո եւ մարդկանց թշնամու չեղավ, առանց սատանայի չեղավ։ Սակայն կարող էր սատանան ինչ-որ բան ծրագրեր Աստծո որդու դեմ, կարող էր Հուդան ինչ-որ արարք անել, եթե դա չէր մտնում Աստծո հավիտենական ծրագրի մեջ, սրա վրա եմ ուզում կենտրոնանանք։ Այս դավաճանությունը որքան էլ ցավալի էր, կարող ենք շատ երկար խոսալ սրա մասին, այն անհրաժեշտ էր Աստծո փրկության ծրագրի իրագործման համար։ Աստված իշխում է պատմության վրա եւ իր ծրագրերն իրականացնում նույնիսկ մարդկային մեղքերի միջոցով։ Մատնություն բառը նոր կտակարանում օգտագործվում է ինչպես դատապարտման, այնպես էլ փրկության համատեքստում։ Երբ որ Տերն ասում է ելեք գնանք այստեղից, ահա մոտեցավ ինձ մատնողը, նա այստեղ խոսում է դավաճանական արարքի մասին, խոսում է բացասական կերպով։ Սակայն երբ Պողոս առաքյալը Հռոմացիներին ուղված իր նամակում 8-րդ գլուխ 32-րդ համարում ասում է, որ
Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեզ բոլորիս համար մահվան մատնեց նրան, նա խոսում է այստեղ փրկության համատեքստում։ Ասում է, ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Այստեղ մատնելու իրողության մասին խոսելիս առաքյալը այն ներկայացնում է որպես փրկության միջոց։ Հետևաբար Աստծո իր որդուն մատնելը մեծագույն շնորհք էր, մեծագույն նվեր էր, որը փոխանցվեց մարդկությանը։ Հիմա ինչ է այս ամենը նշանակում։ Ինչ է այս երկու իրողությունները նշանակում։ Մի շատ պարզ բան, որ Հուդայի դավաճանությունը գործիք էր Աստծո հավիտենական ծրագրի մեջ։ Ոչ թե այն պատճառով, որ նա կամավոր կերպով ցանկանում էր ծառայություն մատուցել Աստծուն, ոչ, Աստված կարիք չունի, որ մարդու սրտի մեջ չարություն առաջացնի, մարդու սիրտը արդեն չար է, դա մենք գիտենք Ծննդոց 6:5 համարից, Հուդան իր սրտի չարությունից դրդված արեց այդ արարքը, սակայն այն ինչ որ մենք տեսնում ենք, այն իրողությունը, որ մեզ ցույց է տալիս նոր կտակարանը, դա այն է, որ այս ամենը Աստծո հավիտենական ծրագրի մեջ էր։ Ինչպես էր Հիսուսը նայում այս ամենին։ Հիսուսը իր մատնությանը նայում էր որպես Աստծո ծրագրի իրականացում։ Այս երթավեռնագրի տակ կուսումնասիրենք մի շարք համարներ։ Մատթեոս 20-րդ գլուխ 18-19 համարներում Հիսուսը կանխատեսում է իր մատնությունը, խաչվելը եւ հարությունը։ Ահա մենք գնում ենք Երուսաղեմ, ասում է նա, եւ մարդու որդին պիտի մատնվի գլխավոր քահանաների ու դպիների ձեռքը եւ նրան մահվան պիտի դատապարտեն։ Եվ նրան պիտի մատնեն հեթանոսներին ծաղրելու, ծեծելու եւ խաչը հանելու համար, եւ նա երրորդ օրը հարություն պիտի առնի։ Սա Զատկի տոնին էր եւ նրա վերջին ճանապարհորդությունն էր դեպի Երուսաղեմ։ Նա բարձրանում էր Երուսաղեմ, որպեսզի մահանա մարդկանց մեղքերի համար։ Հիսուսը ասում է, որ այնտեղ նա մատնվելու է քահանաներին եւ դպիներին եւ նրան չարչարելու են եւ սպանելու են։ Ինչ է այս ամենը նշանակում, եթե նա հանկարծակի չեկավ այս իրողությունից։ Եթե Հիսուսը հանկարծակի չեղավ այս իրողությունից եւ դեռ մի բան էլ մարգարեացավ, կանխատեսեց, նախ նա մեծ ճշգրտությամբ իր չարչարանքների մասին խոսում է, ապագայում տեղի ունեցող, որը խոսում է նրա աստվածության մասին։ Այս կանխատեսումները նաև ցույց են տալիս նրա հոր կամքին ենթարկվելը։ Հիսուսի մարգարեությունը այն մասին, որ հրեաները կմատնեն նրան հեթանոսներին, ընդգծում է թե հրեաների մեղավորությունը եւ թե հեթանոսների մեղավորությունը այս գործում։ Նա նաև կապ է հաստատում 5 կտակարանի մարգարեությունների հետ, ցույց տալով, որ Մեսիայի չարչարանքները աստվածային ծրագրի մեջ էին եւ ոչ մի բան պատահական չէր։ Հովհաննես 10-րդ գլուխ 18-րդ համարը ասում է ոչ ոք այն, նա խոսում է իր կյանքի մասին, ասում է ոչ ոք այն չի վերցնում ինձանից, այլ ես ինքս եմ այն վար դնում։ Ես իշխանություն ունեմ այն վար դնելու եւ իշխանություն ունեմ այն վերստին առնելու։ Այս պատվերը ես իմ հորից ստացա։ Ես իշխանություն ունեմ այն վար դնելու։ Ստացվում է, որ նա պարզապես դավաճանության զոհ չէր։ Նա թագավոր էր, ով կամովին դնում էր իր կյանքը իր ժողովրդին կյանքով ապահովելու համար։ Իշխանություն ունեմ այն վերստին առնելու, ասում է Տերը, Քրիստոսը գերեզմանում չէր մնալու, նրա հարությունը իր բացարձակ կամքի դրսևորումն էր։ Նրա հարությունը իր բացարձակ կամքի դրսևորումն էր, որով նա ամբողջ արարչագործությանը ցույց տվեց նրա հաղթանակը Հադեսի, խավարի իշխանության եւ մեղքի նկատմամբ։ Ասում է այս պատվերը ես իմ հորից ստացա։ Ստացվում է, որ այս ամենը հոր նախասահմանված ծրագիրն էր եւ Հիսուսը ենթարկվում էր այդ պատկերին։ Սա ընթերցողին տեղափոխում է երկնային իրողություն, երկնային տիրույթ, որտեղ որդին եւ հայրը հավիտենությունից առաջ քավության վերաբերյալ որոշում էին անում։ Նրա հեղինակությունը երևում է նաեւ այնտեղ, որ երբ Հովհաննես 18-րդ գլխում նրան մոտենում են բռնելու, նա ինքն է ինքնակամ հանձնվում։ Իմանալով բոլոր բաները, որ զինվորները մոտենում են, նա ինքը առաջ գնաց ու հարցրեց, թե ում եմ փնտրում։ Երբ նրան պատասխանեցին, նա ասաց ես եմ։ Եթե ինձ եք ուզում, թողեք, որ նրանք գնան։ Հովհաննես 13-րդ գլուխ 18-րդ համարում Տերը ուղղակիորեն մեջ է բերում Սաղմոսներից 41-9։ Սաղմոս 41-9 այսպես ենք ընթերցում. «Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել եւ որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։
Այստեղ Դավիթն իր մտերիմ ընկերոջ դավաճանության մասին է խոսում, ինչը նախատիպն էր Հուդայի մատնության։ Գործք առաքելոց առաջին գլուխ 16-րդ համարում Պետրոսն ասում է, որ պետք էր կատարվեր այս գրվածքը, որ նախապես Սուրբ Հոգին Դավթի բերանով ասաց Հուդայի մասին, որ Հիսուսին բռնողների առաջնորդը եղավ։ Սա մի բան չէ, որ մենք ենք մեկնում, սա առաքելական մեկնություն է։ Սա ներշնչված մեկնություն է հենց նոր կտակարանի էջերում։ Այստեղ Պետրոսը մեկնում է թե 5 կտակարանը, թե ավետարաններում տեղի ունեցողը, հետևաբար այն ներշնչված մեկնություն է, եւ մենք այժմ չենք անում ավելին, քան հետևում ենք առաքելական ուսուցմանը։ Ես ուզում եմ իմ 5 կտակարանը կարդալ այնպես, ինչպես Պետրոսն էր կարդում իր 5 կտակարանը։ Այսպիսով, ըստ Պետրոսի, թեև այս դրվագը իրական էր Դավթի կյանքում, նա իրականում անցնում էր այս ամենի միջով, այն ավելի մեծ իրականացում ուներ Մեսիայի կյանքում եւ խորհրդաբանական ներկայացումն էր նրա մատնության։ 41-րդ Սաղմոսում Դավիթը արտահայտում է իր վստահությունը առ Աստված, որ Աստված կբուժի նրան, ներելով իր մեղքը, խոսելով առաջին 4 համարներում։ Հետո 5-ից 8-րդ համարներում Դավիթը խոսում է, որ Տերը իր հույսն է արտահայտում, որ Տերը նրան հաղթանակ կպարգևի իր թշնամիների նկատմամբ, եւ գալիս է 9-րդ համարը, այն համարը, որ Տերը մեջ է բերում։ Սա ամենայն հավանականությամբ կապված է Դավթի որդու Աբիսողոմի ապստամբության հետ։ Այս ամենը գրանցված է 2-րդ Թագավորաց 15-ից 18-րդ գլուխների մեջ, կարող եք հետագայում կարդալ։ Թագավորությունը գրավելու այս փորձը ներառում էր դավադրություններ, խարդախություն, որոնք որ Դավթին դրել էին ծայրահեղ ծանր իրավիճակի մեջ։ Նրա դեմ գործող թշնամիներից մեկն էլ հենց Աքիթոփելն էր, որը չնայած եղել էր Դավթի խորհրդականը շատ երկար ժամանակ, այժմ գործում էր նրա դեմ իր խորհուրդներով։ Հիսուսն ասաց. «Նա ով ինձ հետ հաց էր ուտում, բարձրացրեց իր կրունկն ինձ դեմ։ Հին աշխարհում սեղանը կիսել է բարեկամության եւ խաղաղության նշան էր»։ Հիսուսը գիտակցում էր, որ այս դավաճանությունը կկատարի գրքերի մարգարեությունը, սակայն նրա մեջբերումը այս Սաղմոս 41-ի 9-րդ համարի չի ներառում Սաղմոսի մնացած հատվածներում երևացող Դավթի վստահությունը։ Այն չի ներառում մնացած հատվածներում երևացող Դավթի վստահությունը առ Աստված, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ով է նրան մատնելու։ Նա վերցնում է միայն այս հատվածը եւ այն կիրառում իր օրերին, իր կյանքի համար։ Նա Հովհաննես 6:70-ում ասում է. «Ես չեմ ընտրել ձեզ 12-ից, եւ ահա ձեզանից մեկը սատանա է»։ Եվ հաջորդ համարը հստակեցնում է, որ նա խոսում է հենց Իսկարիովտացու մասին։ Հետևաբար հատ առ հատ Հիսուսը իրականացնում էր գրքերի մարգարեությունը, ցույց տալով, որ գիրքը զանց չի արվի։ Մարգարեությունների իրականացում նաև տեղի ունեցավ Սաղմոսներ 22-ից, Դանիել 9-ից, Եսայի 53-ից եւ մի շարք այլ հատվածներից, որոնցում բարձրագույն ճշգրտությամբ տեղի ունեցավ այն, ինչ նրանք մարգարեացել էին։ Դավթի իր ընկերոջ Աքիթոփելի դավաճանության մասին խոսելով Հիսուսը այն ներկայացնում է որպես մատնության նախատիպ, ոչ միայն մարգարեություն, այլ նաև դրա նախատիպը։ Մեկ այլ նախատիպ է Հովսեփը։ Ինչ է այն։ Տիպոլոգիան վերաբերվում է այն դեպքերին, երբ 5 կտակարանում գտնվող անձինք, իրադարձությունները կամ հաստատությունները, կերպերը կանխորոշում ու նախապատկերում են նոր կտակարանում կատարվելիք իրադարձությունները, հատկապես ունենալով Քրիստոսին իրենց կենտրոնում։ Հետևաբար այն կապ է հաստատում հենց Աստվածաշնչի ներսում։ Աստվածաշունչը ինքը իրեն մեկնաբանում է կերպերի միջոցով։ Ինչպես է սա երևում, Հովսեփին դավաճանեցին, ինչպես Հիսուսին դավաճանեցին։ Հովսեփին վաճառեցին արծաթով, ինչպես Հիսուսին վաճառեցին արծաթով։ Հովսեփի տառապանքների վերջում շատ մարդ ապրեցնելն էր, ինչպես Հիսուսն էլ իր գործով շատ մարդ է ապրեցնում։ Հովսեփի տառապանքներն ու դրանց դրանց հաջորդող բարձրացումը Եգիպտոսում նույնպես խորհրդանշական են եւ զուգահեռներ են տանում Հիսուսի չարչարանքներին եւ վերջնական փառավորմանը։ Հետևաբար նրա պատմությունը պատահականորեն չի, որ համապատասխանում է Քրիստոսի կյանքին, այլ ուղղակիորեն նախատեսված է ներկայացնելու այն կերպերի միջոցով։ 30 արծաթ այս նշանավոր գինը, որը վճարեցին Հուդային, նշվում է նաև Զաքարիայի մարգարեություն 11-րդ գլուխ 12-13-րդ համարներում։ Այս գլուխը խոսում է Իսրայելի հովիվների չարության մասին։
Եվ ես նրանց ասացի, եթե ձեր աչքին հաճելի է, տվեք իմ վարձը, իսկ եթե ոչ, հրաժարվեք։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը 30 սիկլ արծաթ։ Եվ Տերն ինձ ասաց. դա նետիր գանձարանը, պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն 30 արծաթը եւ դրանք գցեցի Տիրոջ տունը գանձարանի մեջ։ Այստեղ վարձատրվող հովիվը խորհրդանշում է Զաքարիային իր օրերում, սակայն նաև Մեսիային, որպես Աստծո կողմից ուղարկված հովիվ, որին ժողովուրդը մերժում է։ Սա ունի երկակի իրականացում, քանի որ նախ խոսում է Զաքարիայի որպես մարգարե մերժվելու մասին իր օրերում, սակայն ավելի մեծ իրականացում տեղի ունեցավ Հիսուսի անձում, որին հայրը ուղարկել էր որպես հովիվ, սակայն ժողովրդին արժանի թված ընդամենը 30 արծաթի։ Ժողովրդի առաջնորդները մերժեցին նրան տալով միայն ծառայի գին, ահա թե որքան նրանք գնահատեցին Աստծո որդու ծառայությունը երկրի վրա։ Ելք 21-րդ գլուխ 32-րդ համարը խոսում է այն մասին, որ դա ծառայի գին էր։ Սակայն մենք տեսնում ենք, որ նա անգամ այդ գնին համաձայնվեց։ Նա կարող էր այդ գնին չհամաձայնվել, սակայն ինչպես մարգարեացված էր Զաքարիայում, նա այդ գնին էլ համաձայնվեց ծառայի գնին։ Իրականում մենք դա տեսնում ենք նաև թղթերից, իրոք, որովհետև նա իրեն խոնարհեցրեց ծառայի կերպարանք առնելով, իր վրա հագնելով մարդու կերպարանքը լինելով խոնար, իրեն խոնարհեցրեց հնազանդվելով մահվանը, անգամ խաչի մահվան։ Եվ այսպես Հիսուսը նույնպես տեսնում էր իր կյանքը, իր մատնությունը, իր չարչարանքներն ու խաչելությունը որպես մարգարեության իրականացում։ Այս թեմայի մասին խոսելիս, սակայն հնարավոր չի շրջանցել մարդու պատասխանատվության թեման, այն շատ մեծ է, շատ ծավալուն է, սակայն թույլ տվեք մի փոքր էլ դրան անդրադառնալ։ Գործք առաքելոց 4-րդ գլուխ 27-28-րդ համարները, խնդրում եմ ինձ հետ բացեք։ Այստեղ Պետրոսն ու Հովհաննեսը խոսում են այն մասին, որ այնինչ տեղի ունեցավ Աստծո նախասահմանածն էր։ Արդարև քո սուրբ զավակի Հիսուսի դեմ, ում դու օծեցիր, հավաքվեցին եւ Հերովդեսը, եւ Պոնտացի Պիղատոսը, հեթանոսների ու Իսրայելի ժողովրդի հետ միասին, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքը եւ խորհուրդը նախապես սահմանել էին, որ լինի։ Լյութերն այս համարների հետ կապված մեկնաբանություններում ասում է, որ Աստված ինքնիշխան է անգամ դավաճանության պահերին։ Այստեղ առաքյալների աղոթքը սկսվում է օրհնության խոսքով։ Եվ ընթանում է այսպես. ինչու հեթանոսները մոլեգնեցին եւ ժողովուրդները ունայն բաներ խորհեցին։ Սա ուղիղ մեջբերում է երկրորդ Սաղմոսից։ Այսօր մեր ժամանակը հերիք չի լինի, որ բոլոր հինկտակարանյան հղումներին անդրադառնանք, սակայն դրանք շատ են։ Երկրորդ Սաղմոսում այս միտքը կա, որ ինչու հեթանոսները մոլեգնեցին ու ժողովուրդները ունայն բաներ խորհեցին։ Աստված չի առաջացրել նրանց մտքի մեջ այս ունայն խորհուրդները։ Պետք է ֆիքսել, որ սա նրանց միտքն էր։ Նրանք էին իրենց սրտից խորհում այս չարությունը նրանց սրտից էր բխում։ Աստված կարիք չունի որևէ մեկի սրտում չարություն առաջացնելու։ Ասում է քո զավակի դեմ, ում դու օծեցիր։ Ստացվում է, որ Աստված նախապես օծել էր Հիսուսին որպես Մեսիա, բայց ժողովուրդը մերժեց նրան։ Նրանք հավաքվեցին Տիրոջ օծյալի դեմ, այդպես է ասում Սաղմոսը։ Երկրի թագավորները վեր են կենում եւ իշխանները իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Ասվում է հավաքվեցին եւ Հերովդեսը եւ Պոնտացի Պիղատոսը հեթանոսների ու Իսրայելի ժողովրդի հետ։ Այս բոլորը իրենց ապստամբության մեջ մեղսակից էին Քրիստոսի խաչելիությանը, այսինքն թե հրեաները եւ թե հեթանոսները։ Սա նրանց նախաձեռնությունն էր։ Ուզում եմ, որ սա լավ ֆիքսենք։ Նրանք խորհուրդ արեցին, որպեսզի ազատվեն Տիրոջ օծյալից։ Սակայն լսեք շարունակությունը։ Որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքը եւ քո խորհուրդը նախապես սահմանել էին, որ լինի։ Պետրոսն ու Հովհաննեսը վկայում են, որ խաչելիությունը չէր նշանակում, որ Տիրոջ ծրագիրը ձախողվեց։ Նրանք վկայում են, որ կատարվեց ճիշտ այն, ինչ Տերն էր ուզում։ Ճիշտ Տիրոջ ուզածի պես կատարվեց։ Մենք տեսնում ենք, որ Աստծո նախախնամությունը ոչ միայն լոկ թույլատրել է, որ այն տեղի ունենա, այլ նաև տնօրինել է Քրիստոսի մատնվելը։ Չնայած Հերովդեսը, Պիղատոսը եւ հրեաները իրենց չարությունից դրդված են գործել, այնուամենայնիվ այդպես էլ չեն կարողացել դուրս գալ աստվածային ծրագրից։
Աստված այնպես է տնօրինում հետևաբար իրադարձությունները, որ նույնիսկ չար մարդիկ չգիտակցելով ծառայում են նրա ծրագրին։ Միշտ այսպես է լինում, երբ մարդկանց կամ առհասարակ արարածներին թվում է, որ նրանք իրենց հակառակության մեջ հաջողվում են Աստծո դեմ գործելով, նրանք վերջ-վերջո ցույց են տալիս իրենց անզորությունը, որովհետև այսպես է ասվում, երկաթե գավազանով նրանց կջարդես եւ բրուտի ամանի պես կփշրես նրանց։ Արդ ով թագավորներ, խոհեմացեք եւ խրատվեցեք, ով երկրի դատավորներ, վախով ծառայեք Տիրոջը եւ դողալով ցնծացեք։ Սա նոր կտակարանից չէր։ Սա խոսում է այն մասին, որ Տերը այս ամենի վերաբերյալ մեզ թողել է գրություններ, որպեսզի մենք Սուրբ Հոգու իմաստությամբ կարողանանք դրանց նայել եւ իր փառքը տեսնել։ Սա ուղղակի տեղեկություն չի, այս վարդապետությունը, որ սովորեցնում է Աստվածաշունչը, սա տեղեկություն չի, սա պետք է մեր Աստծուն փառաբանելու մակարդակը ավելի շատ բարձրացնի, որտեղ այն գիտակցումը, որ Տերը իշխում է ամեն ինչի վրա եւ ոչ մի բան պատահական չի, մեզ պետք է տա հույս մեր վաղվա համար։ Եթե նա ինքնիշխան չլինի, նա չի կարող իրականացնել այն խոստումները, որ մենք էլ ունենք նոր կտակարանում, որոնք դեռ իրականացված չեն մեզ համար, մինչև վերջ։ Հետևաբար Քրիստոսի թագավորությունը այնքան հեռու էր այս դավադրության կողմից ոչնչացվելուց, որ նա մի բան էլ ծաղկում էր։ Հիշում եք ինչ տեղի ունեցավ, ընդամենը 11 աշակերտներ տարածեցին ավետարանը եւ այնպես տարածեցին, որ հիմա Աստծո խոսքը լցված է աշխարհով մեկ։ Սա չի նշանակում, որ նրանք իրենց վրա պարտավորվածություն էին վերցրել, որ ծառայեն Տիրոջը, ոչ։ Սա չի նշանակում, որ նրանք պատրաստ էին Տիրոջը կամավոր ծառայություն մատուցել, այլ սա նշանակում է, որ Տերը շրջում է նրանց խորհուրդներն ու ջանքերը։ Տերը հիմարացնում է նրանց իրենց իմաստության մեջ։ Գրված չէ, որ Աստված լոկ տեղյակ էր այս իրադարձությունից, կան մարդիկ, ովքեր միայն ընդունում են Աստծո նախագիտությունը, մերժելով Աստծո կանխորոշումը։ Մեզ էլ տարբեր մեղադրանքներ են ասում այս թեմայի հետ կապված, որովհետև մենք շատ ենք շեշտում Աստծո կանխորոշումը։ Ես խորհուրդ եմ տալիս մեզ ասելու փոխարեն ասեն Ղուկասին, ով ամեն ինչ անում է, որպեսզի աստվածային որոշումը շեշտի, ասելով քո ձեռքը եւ քո կամքը։ Եթե այս համարները ուրիշ կերպ կարելի լինի մեկտաբանել, ես մեծ հաճույքով կլսեմ։ Հետևաբար Աստված ոչ միայն լոկ տեղյակ է, թե ինչ է տեղի ունենալու, այլ նա ուղղակիորեն նախասահմանել է եւ Տեր է կանգնում իր նախասահմանած ծրագրին։ Ինչպես Հովսեփն է բացատրում այս երևույթը Ծննդոց 50-րդ գլուխ 20-րդ համարում, երբ մեկնաբանում է դավաճանությունը, ասում է, թեև դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն ի բարին, որպեսզի աներ այն, ինչ այսօր եղավ, այսինքն շատ ժողովուրդ ապրեցներ։ Ուշադրություն դարձրեք, խոսքը գնում է նույն իրադարձության մասին։ Խոսքը գնում է նույն դավաճանության մասին։ Խոսքը գնում է նույն գործողության մասին։ Նրա եղբայրները մտածել էին չարիքի համար, իսկ Աստված այն մտածել էր, Աստված այն խորհել էր, Աստված այն նպատակադրել էր, որպեսզի շատ ժողովուրդ ապրեցնի։ Բնականաբար նրա եղբայրների մտածմունքը այդ պահին նրան չարիք հասցնելն էր։ Սակայն սա Աստծո խորը իմաստությունն է, որով նա կառավարում է ամբողջ տիեզերքը, որ անգամ այն պահերին, երբ մարդը մտածում է ինչ-որ արարք, դեմ գնալու համար Աստվածային ծրագրին, որովհետև ով տեղյակ է Աստվածաշունչը ընթերցել է, գոնե մեկ անգամ պատկերացնում եք ինչ կլիներ, եթե նրանք հաջողվեին, Հովսեփին իրենց ուզածը անելու մեջ։ Նույն իրադարձության մասին է խոսվում այստեղ։ Եղբայրները խորհել էին այն, որպեսզի չարիք հասցնեին, իսկ Աստված այդ նույն իրադարձությունը խորհել էր, որպեսզի շատ ժողովուրդ ապրեցնի։ Հետևաբար, եթե այս նույն միտքը կիրառենք մեր հատվածի վրա, կստացվի, որ ինչ դրդապատճառով էլ, որ Հուդան, մնացած իշխանները, Պիղատոսը, Հերովդեսը արած լինեին այս, Աստծո ծրագրի մեջ շատ մարդ ապրեցնելն էր, որին նա իրականում հասավ սրա միջոցով։ Հետևաբար, այստեղից եզրակացություն կարելի է անել։ Այստեղից 3 եզրակացություն եմ առանձնացրել մեզ համար։ Առաջինն այն է, որ Աստված իշխում է պատմության վրա, նույնիսկ մեղավորների գործողության միջոցով։ Աստծո իշխանությունը չի սահմանափակվում այնտեղ, երբ մեղավոր մարդիկ փորձում են խորհուրդ անել Տիրոջ եւ Տիրոջ օծյալի դեմ։ Ընդհակառակը,
նա իշխում է նրանց երկաթե գավազանով եւ փշրում է նրանց բրուտի ամանի պես։ Սա Աստվածաշնչի խոսքերն են։ Աստված իշխում է նույնիսկ մեղավորների գործողությունների միջոցով։ Նա ի կատար է ածում իր ծրագիրը։ Երկրորդ հետևությունը Հիսուսի մատնության վերաբերյալ մարգարեություններն ու նախապատկերումները ցույց են տալիս Աստծո իշխանությունը։ Այն, որ Աստված մեզ համար թողել է թե ուղիղ մարգարեություններ, թե կերպերով ցույց էր տվել մարդկանց իրադարձությունների, հաստատությունների միջոցով, այն ինչ պետք է տեղի ունենա, խոսում է նրա մասին, որ բոլոր խորհուրդները Աստծո եւ նրա օծյալի դեմ իջիկ կդառնան, որովհետեւ Աստված իշխում է այդ բոլոր իրադարձությունների վրա։ Եվ վերջի եզրակացությունը բոլոր խորհուրդները անզոր են Աստծո հավիտենական խորհրդի դեմ, որով Հիսուսի թվացial պարտությունը խաչի վրա իրականում տիեզերքի ամենահատկանշական հաղթանակը եղավ։ Դեռ շարունակելու ենք այս թեման Քրիստոսի կյանքի վերջին շաբաթի մասին խոսելով եւ վերջում ցանկանում եմ ավարտել Կողոսացիներին 2-րդ գլուխ 15-րդ համարի ընթերցանությամբ։ Այնինչ ծրագրել էին թե Հուդան, թե ժողովրդի իշխանները, թե Հերովդեսը, թե Պիղատոսը եւ այնինչ նրանք իրականում իրականացրեցին եւ այն, որ այդ հոգեվոր չարություններին, որոնք կանգնած էին այս մարդկանց հետևում, երբ որ նրանց թվում էր, որ նրանք վերջապես հաղթեցին Տիրոջը ու նրա օծյալին եւ խորհուրդ արեցին նրա դեմ, իրականում տեսեք թե ինչ տեղի ունեցավ։ Մերկացնելով իշխանություններին եւ պետություններին հրապարակավ խայտառակեց եւ դրանով հաղթանակ տարավ նրանց վրա։ Թող Տերը օրհնի յուրաքանչյուրիս, շնորհակալություն այս առիթի համար։